Երևանը պատրաստվում է պատմական իրադարձության։ Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությանը մնացել է ընդամենը 1 օր։ Մայիսի 7-ից 11-ը մեր երկիրը կհյուրընկալի 50-ից ավելի երկրից մոտ 1000 մարզիկի և պատվիրակի։ Առաջնությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հերթական խոշոր միջոցառման անցկացումը կնպաստի աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը։ Նախապատրաստական աշխատանքները ընթացել են մեծ թափով, ամեն ինչ պատրաստ է Եվրոպայի հոբելյանական առաջնության անցկացման համար։ Առանձնահատուկ ձևով ուզում եմ ընդգծել, որ իսկապես Հայաստանի մարզական պատմության մեջ պահն իսկապես պատմական է, կարատեի պատմության գծով 60-րդ հոբելյանական առաջնությունն է Եվրոպայի և մենք ընդունել ենք մայրցամաքի շուրջ 1000 մարզիկներ, մոտավորապես 50 և ավելի երկրներից ֆեդերացիայի անդամներ, նախագահներ, բարձրաստիճան հյուրեր, մարզիկներ, դեսպաններ, որն ինչ խոսք պարտավորեցնող է մեր երկրի համար, հյուրընկալության համար և բոլոր առումներով պատրաստ ենք արդարացնել նրանց սպասելիքները։ Զուգահեռաբար ես ուզում եմ առանձնակի ընդգծել, որ մեր ռազմավարության մեջ առանձնահատուկ ընդգծված է կազմակերպել Եվրոպայի և աշխարհի առաջնությունները Հայաստանում, հյուրընկալել երկրներին, որոնք որ միանշանակ նպաստելու են և լրացուցիչ խթան են հանդիսանալու սպորտի զարգացման և մասսայականացման համար։ Ես շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ ֆեդերացիային, շնորհակալություն եմ հայտնում նորից մեր միջազգային գործընկերներին և ուզում եմ հավելեմ, որ բոլոր առումներով պետությունը կանգնած է սպորտի զարգացման համար, սպորտի մասսայականացման համար և ընդհանուր առմամբ մրցաշարն անցեկացվում պետության աջակցության ներքո։ 50-ից ավել երկիր, 1000-ից ավել ընդհանուր մասնակից, սա աննախադեպ քանակ է հայկական սպորտի համար և ուզում եմ հաջողություն մաղթել մեր բոլոր մասնակիցներին և ուզում եմ նաև հիշեցնել, որ այսօր անցկացվելու է Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը, որտեղ ընտրվելու է նոր ղեկավար կազմը գործադիր կոմիտեի։